Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա վերջին օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր ձեզ հետ երկու հանդիպում ենք դիտելու։ Երկու հանդիպումներն էլ Ինտերի մասնակցությամբ։ Հիմա առաջին հանդիպումը Ինտերը կանցկացնի հետնապահ Վոտֆորդի հետ, մրցավարի Սուլիչը կա, Վոտֆորդը դաշտի կենտրոնից խաղը մեկնարկեց։ Բարի դիտում եմ մաղթում բոլորիս։ Անցնենք թիմերի կազմերին։ Վոտֆորդից սկսեմ, Վոտֆորդի դարպասում է համար 1 Վիտյա Գրիգորյանը, համար 3 Թիմյավը Քրմայա Կաթայան, համար 4 Էրիկ Մանուկյան, համար 6 Էրիկ Հակոբյան, համար 8 Հայկ Պողոսյան, համար 11 Արամ Եսայան, հիմա հենց մեկնարկում հաշիվը բացված է մեզ մոտ։ Մարկ Պողոսյանն է դառնում գոլեղինակ Ինտերի կազմում։ Մարկ Պողոսյան 1-0 հանդիպան հաշիվը բացված է հենց առաջին րոպեին, շատ արագ կարողացավ իր առաջին գրով Ինտերը հաշվի մեջ առաջ անցնել, այստեղ նշեմ Արման Նավասարդյանի փայլուն փոխանցումը կրնկով դեպի թիմակիցը, Պողոսյանն էլ փայլուն վերջաբան տվեց գրոին և հենց մեկնարկում հետապնդողի դերում են հայտնվել Վոտֆորդցիք և Կրկին տեսանք Նավասարդյանը հրաշալի փոխանցում կատարեց Պողոսյանին, վերջինս էլ փայլուն գլխի արված կատարեց, բայց Վիտյա Գրիգորյանը մի փոքր դժվարությամբ փրկեց իր թիմին։ Ստում ենք մարտական են տրամադրված մեկնարկում Ինտերի ֆուտբոլիստները և արդեն երկրորդ րոպեի դրությամբ երկու շատ վտանգավոր պահ, որից մեկը նրանք գոլի են վերածել։ Շարունակեմ հիմա շատ արագ Վոտֆորդի կազմը, համար 11 Արամ Եսայան, համար 15 Միքայել Երանոսյան, հիմա էլ Վոտֆորդն էր ուզում պատասխանել, բայց Գագիկ Սահակյանի հարվածը բարձր ստացվեց։ Համար 21 Արմեն Մանուկյան, համար 22 Կարեն Սիմոնյան և համար 49 Նարեկ Եկտաբուրյան։ Վոտֆորդն է անցել գրոյի, Ռոն Երանոսյան, Հացքից հարվածը բարձր էր Միքայել Երանոսյանի։ Ինտեր դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Հովհաննիսյանը, համար 2 Արթուր Մարգարյան, համար 4 Սարգիս Մնացականյան, համար 5 Արման Տեր-Խաչատրյան, համար 6 Մհեր Դավթյան, համար 7 Մարկ Պողոսյան, համար 9 Արամ Վարդանյան, համար 10 Արման Նավասարդյան, համար 17 Թիմյավա Գևորգ Վարդանյան և համար 23 Ռուբեն Մանուկյան։ Խաղի մրցավարն է Արսեն Պետրոսյանը։ Այսքանը պաշտոնական մասով հիմա տեսնենք Վոտֆորդն է կրկին անցել գրոյի, բայց այստեղ հաջող գործեցին պաշտպանները
Ինտերի շատ ակտիվ են մեկնարկել երկու թիմերն էլ հանդիպումը։ Ինտերից հենց մեկնարկում իր խոսքը ասեց Մարկ Պողոսյանը, տեսնենք Վոթֆորդը Պողոսյանի գոլին ինչպես կպատասխանի։ Փոխանցում էր Մնացականյանի ուղղությամբ, այստեղ պայքարեց Մնացականյանը եւ թլեց գնդակ, հիմա նետվել է գրոյի Ինտերը։ Վիցփորձ շատ վտանգավոր էր հիմա։ Արամ Վարդանյանը արվածեց, մի փոքր բարձր ընթացավ Արամ Վարդանյանի արվածը։ Երրորդ հարվածը արդեն Ինտերի կողմից այս խաղում։ Այլ Վոթֆորդն է պատասխանում։ Եվ չհասավ այս գնդակին Լիք Հակոբյանը։ Այս խաղից հետո երկրորդ հանդիպումը նշեցի, որ կանցկացնի Ինտերը եւ այնտեղ կմրցի Լիվերպուլի հետ։ Այդ խաղը ավելի բարդ է լինելու Ինտերի համար։ Փոխանցության ֆոնին պետք է պայքարեն Լիվերպուլի դեմ։ Ինչևէ, դեռ առաջին հանդիպումը նրանց չի ավարտվել, տեսնենք այս հանդիպումը ինչպես կանցկացնեն այս պահին։ Համար հաջող է ընթանում խաղը, նետվում է կրկին Ինտերը գրոյի Նավասարդյան արված։ Եվ կրկին պրկվում է Վոթֆորդը։ Այլուն արված էր կատարել, Արման Նավասարդյանը մի փոքր շեղ ընթացավ։ Արման Նավասարդյանի արվածը։ 7 գնդակ է հեղինակել Նավասարդյանը եւ իր թիմի լավագույն ռմբարկուն է այս պահին։ Ասիստով աչքի ընկավ Նավասարդյանը, այլուն փոխանցում կատարեց Պողոսյանին։ Արագ նետվել է գրոյի Ինտերը Դավթյան, Պողոսյան, սանկման գնաց այստեղ հիմա Հրանոսյանը շարունակում է Ինտերի գրոհը, Դավթյան և Դուրս եկավ դաշտի սահմաններից գնդակը հարված կտեսնենք դարպասից։ Արագ խաղարկեցին գնդակը Վոթֆորդի տղաները, ախտում է կատվել, բայց կրկին Ինտերը պաշտպանությունում հրաշալի է գործում։ Մնացականյան, կենտրոն Մնացականյան։ Այլ Մնացականյանն է հեռվից փորձում, բայց բարձր էր Սարգիս Մնացականյանի արվածը։ Մրցաշարային աղյուսակից շնցի, որ ետնապանն է այս մրցաշարի այս պահին Վոթֆորդը 10 խաղից նրանք 7 միավոր են ընդամենը վաստակել և վերջին հորիզոնականն են զբաղեցնում, իսկ Ինտերը 12 հանդիպում անցկացրել, սա միավորում 6-րդ հորիզոնականն է։ Վտանգավոր էր Նավասարդյանի կողմից
Մաչ չեն անցկացնում առաջին շրջանը ֆուտբոլիստները Այն արգուսակի միջնամասում է այս բան Եղակայվել ինտերը Նրանք են գրոհում Վարդանյան արված Որից բարձր է արվածում Արամ Վարդանյանը Երկրորդ փորձը այս խաղում Վարդանյանին Բարձր գնդակ խլել ինտերի ֆուտբոլիստները այս Վոտֆորդը տվեց ի վերջո գնդակի ինտերին Սահակյան շրջվեց Սահակյանը Փոխանցում աչ Սունկուգանային հրապարակ Էկտաբուրյան Փոքր շեղ էր Վոտֆորդի ֆուտբոլիստի արվածը Փորձում է Վոտֆորդը ինչ-որ բան ստեղծել Երանոսյան փոխանցում դուրս եկավ իտերից Արթուր Հովհաննիսյանը և հեռացրեց գնդակը Նետվել գրոյի Վարդանյան լավ փոխանցում հիմա Մնացականյանի ուղղությամբ բայց չհասավ այս գնդակին Սարգիս Մնացականյանը Ուղարկված փոխանցում էր Վարդանյանի կողմից Արագ նետվել է գրոյի Վոտֆորդը Երանոսյան արվածը թույլ էր Մարկ Պողոսյանի 5-րդ գնդակներ այս մրցաշարում Մենք արագ փոփոխությունների գնաց հիմա Վոտֆորդը Պողոսյան և նրա դեմ կոպիտ գործեցին, բայց մնում է գնդակով ինտերը, Պողոսյան անցումը չստացվեց Մարկ Պողոսյանի և դիմադանթար վերցրեց խաղի մրցավարը, տեսնում ենք դեռ խոտածածկին է, Արամ Վարդանյանը Կարգին է Վարդանյանի մոտ, շարունակվում է Վոտֆորդն է անցել գրոյի Սահակյան արված, փրկեց իր թիմին Արթուր Հովհաննիսյանը Վարդանյան Փոխեցին գրոյի եզրի ինտերի տղաները Եզրային նետում
Անոսյան, մեծին նրանից գնդակը։ Տեսնում ենք դեռ Ինտերի գոլին Վոտֆորդը մի քանի պայր է ունեցել, բայց նրանք շատ վտանգավոր չեն եղել, անցել է գրոյի Վոտֆորդը, Սահակյան, ոչ Սահակյանը չի, այլ Պողոսյանն է, նրան եմ խաղում, վտանգավոր դիրքում Տուգանային Վոտֆորդի օգտին, չկա մրցավարի Սիմոնյան, հեռացված է գնդակը և հիմա կարող է հակագրոյել Ինտերը դուրս եկավ իր տեղից Գրիգորյանը, Նացականյան, բայց լավ աշխատեց Կարեն Սիմոնյանը պաշտպանությունում։ Արթանյան թական գրոն է զարգացնում Ինտերը, Հավասարձյան, Արթանյանի հետ խաղարկեց, բայց խլեց գնդակով Վոտֆորդը, Եսայան, Եսայան և անդրադարձ եղավ, անկյունային կարողացավ վաստակել Վոտֆորդի ֆուտբոլիստները, չեմ սխալվում, առաջին անկյունայինը։ Այս բավի միայն 15-րդ րոպեին։ Սայան փոխանցում, Անոսյանը պայծ գնդակը, ցածրից փորձ։ Կրկին անկյունային այս անգամ հակառակ եզրից։ Սում Հովանիսյանն է այստեղ էլ հեռացնում գնդակը։ Ցածրից փորձ Մայակ Աթայան 1-1 փայլուն այստեղ խաղարկեցին հիմա գնդակը Վոտֆորդի ֆուտբոլիստները հաշիվը հավասար է Մայակ Աթայան 1-1 հաշիվը հավասար է երրորդ անկյունայինը վերջո Վոտֆորդի տվեց իր արդյունքը Ացրից լավ փոխանցումը Կարեն Սիմոնյանի ասիստի բերում իսկ Մայակ Աթայանն էլ դարձավ Գոլի եղինակ Վոտֆորդից, կրկին հաշիվը հավասար է մեզ մոտ Այցին գնդակը իրենց մոտ հիմա Վոտֆորդի ֆուտբոլիստները Նյան արված Հովանիսյանը տրտեց իր թիմին
Հերկումներ շատ լավ անցան հիմա իրենց կիսադաշտը ինտերի տղաները Վարդանյան լավ փոխանցում և Նացականյան ստեղ Աթեանն է լավ գործում պաշտպանությունում դուրս եկավ հիմա էլ իր տեղից Գրիգորյանը Պելեգրոյի կրկին ոտվորդը Սիմոնյան այս անգամ շեղեր Կարեն Սիմոնյանի արվածը Սնում ենք Խարկեսի երկրորդ հատվածում ավելի շատ Բիվեն ոտվորդի տղաները Ինտերն է անցել գրոյի մնացականյան արված Աթայանն է հեռացնում գնդակը Այլ կաղակը գրել ոտվորդը Սահակյան Նետում Հովանեսյանին է գնդակը արագ առաջ է ուղարկում, բայց հաջող չէր այս փոխանցումը Արթուր Հովանեսյանի Վիզ, նային, կուց եմ տալիս, առաջ եմ Վերջին 5 րոպեները մնացին հիմնական ժամանակի ավարտին Շիրա Աբասարը 1-1 Էլի, Արի հետ բեր, հետ Այս գնդակ այստեղ ինտերը լավ խարկումներ, պայլում էր հիմա Մարկարյանի փոխանցումը Նավասարդյան, Վարդանյան արվածը, փակ է երկրորդ արվածը Վարդանյանի, բայց շեղեր Արամ Վարդանյանի արվածը Առաջ է նետվում ոտվորդը Յանուսյան Այլուն է պաշտպանվում հիմա էլ Վարդանյանը Սարդյան ինտերն է անցել գործի Մնացականյան Ստացվեց անցումը Սարգիս Մնացականյանի այստեղ էլ խլեց գնդակի Եսայանը Ենտրոնում է Սահակյանը, բայց որոշեց մեկ այլ ուղղությամբ փոխանցել Արամ Եսայանի գնդակը Սայան արվածը շեղ էր Արամ Եսայանի Որքից լավ փոխանցում տեսանք Հայկ Պողոսյանից արագ անցել է ինտերը, բայց Վարդանյանն էլ այստեղ սխալվեց
այստեղ էլ խախտում։ Այս հարվածն էլ բարձր ստացվեց։ Կարելի Երանոսյանը Կին հանգիստանցան իրենց կիսադաշտը ինտերնետները, Դավթյան լավ խարկումներն ավասարդյան։ Վերջին րոպեն է ընթանում հիմնական ժամանակի, Վոտֆորդն է նետվել գրոյի և խախտում։ Հիմա էլ ավելի վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Վոտֆորդը։ Մենք մրցավարի սուլիչը լսվում է, Արմեն Մանուկյան, ծացրից արված, շատ վտանգավոր էր, և վերջ առաջին կեսն ավարտված է մեզ մոտի վերջո, 1-1 հաշվով գնում ենք ընդմիջման, կվերադառնանք մի քանի րոպեից։ Ելի ֆուտբոլասերներ վերադարձանք, ստում ենք երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց և առաջին կեսից հետո հաշիվը մեզ մոտ 1-1 է։ Շատ հետաքրքիր պայքար ընթացավ առաջին կեսը, նա ինտերնետ մեկնարկում երկրորդ խաղակեսի նետվել գրոյի Սարգիս Մնացականյանի հետ պայքարում, խախտում, վտանգավոր դիրքում Տուգանային։ Տեսնենք հիմա այս ստանդարտը ինտերի երկրորդ խաղակեսի մեկնարկում ինչ կտա նրանց։ Չկա, Նացականյան արված, Վիցյա Գրիգորյանը փրկեց իր թիմին, Գրիգորյանի վրա էր հարվածը Սարգիս Մնացականյանում և առաջին անկյունային այս խաղակեսի ինտերի օգտին։ Պողոսյան ծածրից փոխանցում Նորից անկյունային խաղարկված է այս անկյունայինը Նավասարդյան, Շատյան Շնում ենք դեռ այս խաղակեսում դեռը շնչելու հնարավորություն չի տալիս Վոտֆորդին, Վարդանյան, Նացականյան, տարավ գնդակ այստեղ Երանոսյանը, Եսայան, Յան փոխում է գրուի եզրը, բայց թույլ է փոխանցումը, Վոտֆորդը ավակի, ստեղ շարունակվում է Վոտֆորդը գրոել, այս գնդակը հեռացված է,
Վարդանյան, եկվել է առաջ Արամ Վարդանյանը, կավ կենտրոն Վարդանյան, Վարդանյան և ընկավ ի վերջո, կարդում։ Լավագույն ռմբարկուն է հիմա գնդակը վերցրել արված։ Սիա Գրիգորյանը պրկեց կրկին իր թիմին։ Լիոնել Մեսսի ոճով հարվածեց Արման Նավասարդյանը։ Թե դիտել եք աշխարհի առաջնության Արգենտինա Կապո Վերդե հանդիպումը, այդ խաղում Լիոնել Մեսսին երկրորդ խաղակեսում Իրանային հարվածից շատ արագ կարողացավ հարվածել, բայց այնտեղ այդ դարպասապահ Կապո Վերդեի 40-ամյա Վոժինյան փրկեց իր թիմին։ Ես խոսում էի Մեսսիից և Կապո Վերդեից տեսնում ենք մրցավարը վերջին դրվագը ուսումնասիրել է և 11 մետրանոց է նշանակել այստեղ Ոթֆորդի դարպասին, այնտեղ կարծես թե խախտում էր նկատել խաղի մրցավարը և եկավ դրվագը դիտելու, ուսումնասիրեց, վերջացրեց և որոշումը կայացրեց 11 մետրանոց Ինտերի օգտին։ Տեսնենք Մարկ Պողոսյանն է գնդակը վերցրել, կարող է արդեն երկրորդ անգամ այս խաղում Ինտերը առաջ անցնել հաշվի մեջ և նորից Մարկ Պողոսյանը կարող է գոլ հեղինակ դառնալ, տեսնենք Սուլիչը կա, Պողոսյան արված և դարպասաձողն է հիմա փրկում Ոթֆորդին։ Հաշիվը մնում է նույնը, որովհետև Մարկ Պողոսյանը հորիզոնական դարպասաձողին հարվածեց 11 մետրանոցից։ Չէ, տեսնենք, նորից Ինտերն է անցել լրիվ։ Մարկարյան չասավ այս գնդակին Արթուր Մարկարյանը։ Նաթանն է սխալվում ամեն իրավիճակում։ Պարկումներ, Նավասարդյան։ Բայց գրոյի եզրը Նավասարդյանը, բայց այստեղ էլ Բեն Մանուկյանի հարվածը լավը չէր։ Չեմ սխալվում դեր, այս խաղակեսում հարված չի կատարել Ոթֆորդը, կինետվել է առաջ Ինտերը, բայց Էվդացյանի փոխանցումը շատ ուժեղ էր։
Իսկային են գործում ինտերի տաները, բայց Պաուլոսյանն համար հեռացրեց ինտերի դարպասապահագնդակը այստեղ։ Նետումը տանգավոր էր, բայց հաղթում դարպասապայի հետ պայքարում, դարպասապան այդ իրավիճակում միշտ էլ առավելություն ունի երկրորդ հարկում։ Ին Վոթֆորդի գրոչը ստացվեց Մնացականյան, ասումը չստացվեց Սարգիս Մնացականյանի և իմ էլ խաղթեց հայկանները Սարգիս Մնացականյանը։ Խարկել են գնդակ այստեղ Վոթֆորդի տղաները։ Փոխանցում Սիմոնյան ընթացքից արված և բարձր էր Կարեն Սիմոնյանի արվածը։ Վոթֆորդը Լիտլիգայի անցած խաղը անցկացրեց երկրորդ հորիզոնականը գտնվող Լեռնային Արցախի հետ գոլառատ պայքարում պարտվեց ի վերջո 3-6 հաշվով արցախցիներին։ Տեսնենք այս ստանդարտը Վոթֆորդի Եսայան, փուկ փոխանցում վտանգավոր է և գոլ։ Հաշվի մեջ իմը առաջ է անցնում Վոթֆորդը առաջի անգամ այս խաղում, Նարեկ Եկտաբուրյանն է դառնում գոլեղինակ մեզ մոտ 2-1։ Նարեկ Եկտաբուրյան 2-1, հաշվի մեջ առաջ է անցնում Վոթֆորդը, ես խոսում էի դեռ հարված չկա այս խաղակեսում Վոթֆորդի կատարմամբ և տեսանք շքեղ փոխանցում Արամ Եսայանից, շքեղ եզրափակում Նարեկ Եկտաբուրյանից, հիմա հետապնդողի դերում են ինտերի տղաները, նրանք անալու են Կորցրած է հետ վերելու, տեսնենք, այլ ավելի հետաքրքրան Չին 10 րոպեները, Պողոսյան, Խաղթում Վարկված է այստեղ գնդակը Նացականյան Լեցին նրանից գնդակ հիմա կարող է ակագրել այստեղ Վոթֆորդը Սնենք, բայց Արման Տեր Խաչատրյանն է հիմա էլ կանխում այս փոխանցման ճանապարհը Նույն ինտերն են Լիտլիգայի անցած խաղը անցկացրել է նորից Լեռնային Արցախի հետ, հիմա տեսնենք ինտերի գրով Վարդանյան,
արված։ Եվ փրկեց իր թիմին վերջին պահին Վիցյա Գրիգորյանը։ Շատ արագ նետվել էր ակագրոյի ինտերը, բայց Վարդանյանի հարվածը փրկում է Գրիգորյանը։ Արմաշփոթ է հիմա Ոթֆորդի տուգանայիններում, ի վերջո։ Լակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ինտերն էլ 4-րդ տուրից հետաձգված անցկացրեց Հեռնային Արցախից։ Լարամ Եսայանը փորձեց սերվից և նրանք էլ ավելի խոշոր պարտվեցին։ 10 գնդակ ընդունեցին իրենց դարպասը տղաները։ Շտապեցին ինտերի տղաները, Սահակյան, կենտրոնում է Գագիկ Սահակյանը, հարված և դարպասածողն է հիմա փրկում ինտերին, ինչպիսի հարված տեսան Գագիկ Սահակյանից, ով էր լուրջ քայլ հիմա լինել այս հարվածը Սահակյանի եթ է Գնդակը հայտնվել դարպասում։ Ինչքան մոտենում է հանդիպման վերջը այնքան լարված ու հետաքրքիր է հանդիպումն ընթանում 5 րոպե մնաց հիշեցնեմ հանդիպման ավարտին 1-2 րոպե ավելացնի խաղի մրցավարը Նետում Հովհաննիսյանն է գնդակն Մայր Դարսյանի անցումը չստացվեց փոխանցում Եսայանից Հակոբյանի ուղղությամբ դուրս է եկել իր տեղից Հովհաննիսյանը և Հայլուն Սահակման գնաց այստեղ ինտերի դարպասապա շատ լավ գործեց Հովհաննիսյանը Արագ ինտերն է նետվել գրոյի Պողոսյան, Նավասարդյան Պողոսյան և կրկին Վիցյա Գրիգորյանն է փրկում իր թիմին Շատ վտանգավոր են գրոուները ինտերի Արկածի անկյունայինը Շարունակվում է հանդիպումը, ինտերն է գրոում Դավթյանի հարվածը փակեցին Վարդանյան արված վտանգավոր է մի փոքր դժվարությամբ հիմա
Գնդակը որսած Վիտյա Գրիգորյանը։ Ողջ կազմով նետվել է գրոյի ինտերը, տեսնում ենք։ Հացերը շատ են պաշտպանությունում, բայց հակագրողները քիչ են Ոթֆորդի։ Նորից նետվում է գրոյի ինտերի տղաները։ Փոխանցում Վարդան Նավասարդյանի ուղղությամբ, բայց հացը փակեցին։ Փոփոխություններ հիմա տեղի ունեցան Ոթֆորդի կազմում։ Պաշտպանությունը ուժեղացրել է Ոթֆորդը։ Անկյունայինը խաղարկված է ցածրից վտանգավոր էր։ Շատ սուր փոխանցում կատարեց հիմա Նավասարդյանը։ Երազանց կամար։ Ուժեղ։ Շատ լավ։ Արի սա շուտ։ Տեր Խաչատրյան դա կուղարկեց Տուգանային հրապարակ, բայց մեր Դավթյանը չհասավ այս գնդակին։ Կարող է լավ ակագրոել Ոթֆորդը, բայց Իրյանն է հիմա համար պայքարում խլում գնդակը։ Սիմոնյան արված Սովանիսյանը պրկեց իր թիմին։ Նորից է լավ գործում այստեղ Մարեկ Էկտաբուրյանը։ Կարյան Շին րոպեն են ընթանում հիմնական ժամանակի ավարտին։ Հիմա այլ փոփոխություն ինտերի կազմում։ Հարցակող է։ Լավ խաղացումներ։ Վարդանյան և շեղ է արվածում հիմա այլ Արան Վարդանյանը։ Այստեղ էլ ընկել է Զեստե Միքայել Երանոսյանը։
րոպե ավելացրեց այն մրցավարը։ Չեն գործում հիմա վերջին 2 րոպեներին Watford-ի տղաները։ Բայց այստեղ Մանուկյանն է տալվում Վարդանյան մտավ կենտրոն, բայց վերջին անցումը չստացվեց Արամ Վարդանյանի։ Անակվում է պաշարել Ինտերը Watford-ին։ Նավասարդյան հետ փոխանցում Մանուկյանի ուղղությամբ։ Ալվում է հիմա Մանուկյանը, բայց շտկեց իր սխալը Ռուբեն Մանուկյանը։ Արագն այդպես գրոյի Ինտերը Հացականյան ցածրից փորձ Իմ պաշտպանությունը տեղում է և խախտում այստեղ Լիգի նախ մենք խաղանք աղբերս դեմը մարդը լիքավը տորեմ Անցում, Պողոսյանը տանգավոր է դարպասածողի դիպավ գնդակ այստեղել Նարեկ Էկտաբուրյանի արվածը շեղեր, շատ վտանգավոր էր հիմա Գրոյի մայլ Ինտերը վերջին գրողներից մեկը կաղ լինել Դավթյան հեռացված է գնդակը Զայն նետում Արպասապա Հովանիսյանն էլ եկավ Watford-ի տուգանայիններ Նացականյան, Նավասարդյան Ալվեցին իմ այստեղ և վերջո մրցավարը սուլում է, հանդիպումն ավարտված է, Watford-ը կարողանում է կամային հաղթանակ կորզել Ինտերի նկատմամբ և 3 միավոր վաստակել այս խաղում, շատ հետաքրքիր պայքարում ընթացավ այս խաղը, ինչևէ մնացեք մեզ հետ կարճ դադար